Խաղաղություն թե խաղաղություն։ Ռուսաստանը թուլացել է եւ դարձել ԵՄ Եվրոպայի թիվ 1 թշնամին։ Թուրքիան նախկինի պես արդեն Ռուսաստանի հետ խաղեր չի կարող տալ։ Թրամփի ԱՄՆ-ն Թուրքիայի համար կայուն չէ։ Թուրքիային մեկ ուղի է մնում՝ ԵՄ Եվրոպան։ Իսկ սա նշանակում է փափկացնել դիրքորոշումը քրդերի եւ հայերի հանդեպ։ Իսկ սա իր հերթին նշանակում է մեկ այլ բան. Ադրբեջանն առաջվա պես Թուրքիայի եւ Ռուսաստանի վրա հույս դնել չի կարող։ Անհախտ Ալիևին ճակերտավոր մեկ բան է մնում՝ Հայաստանի Հանրապետության հետ ստորագրել որևէ խաղաղության փաստաթուղթ։ Այս մեծ շախմատային խաղում Փաշինյանը եւ Ալիևը գամբիտային զինվորներ են, որոնք թագուհի չեն դառնալու։ Իսկ լղիմ Արցախի հարցը մնալու է միջազգային օրակարգում։ Արցախցիների վերադարձ միջազգային երաշխիքով։ Հայերի սիրուն աչքերի համար, ոչ, իրենց ապագայի համար։ Բայց ում է դա հետաքրքրում, արդյունքն է ամենակարևորը։ Հարցն այլևս խաղաղություն թե պատերազմ չէ, այլ խաղաղություն թե խաղաղություն։ Վարասյունի միջազգային իրավունքի մասնագետ վերլուծաբան։ Հարավային Կովկասում իրարանցում է։ 3 ճորտակ հանրապետությունների ղեկավարները ընծաներ են առաջարկում Դոնալդ Թրամփին։ Վրացիները մեռան Թրամփին քցնելով եւ Բայդենին հայհոյելով։ Նույնը անում է Ալիևը։ Վերջին լուտանքներն է թափում ամերիկյան դեմոկրատների գլխին։ Ներդրումային ծրագրեր է առաջարկում։ Օրեր առաջ ԱՄՆ-ի ազդեցիկ հրեա ռաբբիները եւ հրեական կազմակերպությունները դիմեցին Թրամփին, որպեսզի Ադրբեջանը ներառվի Աբրահամական Իսրայելա-արաբական գործարքի մեջ։ Վերջապես Ադրբեջանը հրեական պրոտեկտորատ է։ Ինչ պակաս Աբրահամի հետնորդներ են ազերիները։ Նիկոլը ճարպկորեն հասավ Փարիզ եւ Մակրոնի օգնությամբ Թրամփի հետ սելֆի արեց։ Գնաց ԱՄՆ Վենսի հետ սելֆի արեց։ Ամուլսարն է ամերիկացիներին սկուտեղի վրա մատուցում։ Բայդենը գնալուց օրեր առաջ որպես թուլափայ Հայաստանի ստրատեգիական բառով մի թուղթ շպրտեց։ Մերոնք փետրվարի վերջում ամերիկյան սահմանապահ մասնագետների էին սպասում։ Նրանք չեկան։ Մարգարայի անցակետից ռուսներին փոխարինեցին հայ սահմանապահներով, բայց ամերիկացիները չկան։ Այս ամենից հետո Թրամփի վարչակազմից ոչ մի խոսք չի լսվում դժբախտ Կովկասի մասին։ Ժամանակները փոխվել են։ Նույնիսկ Իսրայելը նախկին արժեքը չունի, ուր մնաց Կովկասը արժևորվի։ Այժմ, երբ Ուկրաինայի հարցով ակտիվ բանակցություններ են, անուշադրության մատնված Նիկոլը եւ Ալիևը սենսացիոն համատեղ առաջարկ են անում, իբր պատրաստ են խաղաղության թուղթ ստորագրել։ Նիկոլի խաչմերուկը դուետով են առաջարկում ամերիկացիներին, գուցե այդպես ավելի լսելի լինի։ Նիկոլը եւ Ալիևը նույն իրավիճակում են։ Պետք է բացահայտ միասնական ճակատով հանդես գալ։ Պետք է փրկվել միասին։ Եվ ահա, ամերիկացիներին արվում է խաղաղության առաջարկ, այսինքն ռուս-ամերիկյան առևտրի մեջ Թրամփին խաղաքարտ է առաջարկվում։ Էրդողանը այս ամենին մասնակից է։ Պարսիկներն իրենց խորամանկ գծի մեջ են, ոչ ոք նրանցից գլուխ չի հանում։ 3+3 Կովկաս, 3 հարճ եւ 3 կավատատեր։ Սա է հարավային Կովկասը եւ շրջապատը։ Ամերիկացիները դա լավ գիտեն եւ սրանց վրա չեն կենտրոնանում, մեծ խաղի մեջ են։ Հարճերը չեն փոխվել, չեն հասունացել, նրանց կարելի է օգտագործել որպես մանրադրամ, ուրիշ ոչինչ։ Պարզ չէ, թե ինչ ավարտ կունենա ուկրաինական հարցը, մեծ հավանականությամբ այն կձգձգվի։ Ինչքան ձգվի, այնքան հարակից թույլերը ուժասպառ կլինեն։ Երբ աշխարհում քաոս է, միջազգային իրավունքի վակուում է, զուտ ներքին ուժերից եւ ռեսուրսներից է կախված յուրաքանչյուր պետության ապագան եւ գոյատևելու շանսը։ Մենք պառակտված եւ դեմորալիզացված, անթասիբ եւ հուսահատ վիճակում ենք։ Մեզ կերակրում են էժան գեղական ստերով։ Խաղաղության թղթի վրա հույս դնողները կամ տգետ կամ դավաճաններ են։ Դա ապացուցվել է 2020-ի նոյեմբերի 9-ով։ Նոյեմբերի 9-ի թղթին ապավինող տգետ դավաճանները Արցախը կուլ տվեցին, կուլ կտան նաև Հայաստանի կորուստը։ Խելքի եկեք հայեր, մեզ խաբելով տանում են սպանդանոց։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Առաջիկայում Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն կունենան քննարկել պայմանագրի հետ կապված հարցերը, համաձայնությունները, ստորագրման եւ վավերացման պայմանները։ Օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ Երևանում համատեղ ասուլիս էր տալիս Նիդերլանդների իր գործընկերոջ հետ։ Այդ հայտարարությունը թույլ տվեց նկատել բավականին թափանցիկ ակնարկ հայ-ադրբեջանական մոտալուտ հանդիպման մասին։ Դրա հաջորդ օրը եղավ հայտարարությունը Բաքվից, որ Երևանն ընդունել է
ադրբեջանական առաջարկները։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ բանակցությունն ավարտված։ Հետո Երևանը տարածեց պարզաբանում, թե Ադրբեջանին առաջարկել են այդ մասին անել համատեղ հայտարարություն, բայց Բաքուն գերադասել է միակողմանի հայտարարության տարբերակը։ Արդյոք դա նշանակում է, որ ըստ էության չեղարկվում է նաև այն հնարավորությունը, որի մասին մարտի 12-ին Երևանում հայտարարել էր Արարատ Միրզոյանը։ Գուցե այն ակնկալիքով, որ այդ հանդիպումից հետո էր Երևանը պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարություն պայմանագրի բանակցությունն ավարտելու մասին։ Եթե Ադրբեջանը հրաժարվել է համատեղ հայտարարության տարբերակից եւ գնացել միակողմանի ճանապարհով, եթե Բաքուն հայտարարում էր նաև, որ չի պատրաստվում ստորագրել պայմանագիրը, քանի դեռ Երևանը չի փոխել սահմանադրությունը եւ չի միացել Մինսկի խմբի լուծարման առաջարկին, ապա փաստացի ստացվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը չունեն քննարկելու ոչինչ, գոնե այս պահին։ Կամ կարող են քննարկվել միայն այն պայմանները, որ Բաքուն առաջ է քաշում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այդպիսով, հայ-ադրբեջանական հանդիպման հնարավորությունը, որի մասին խոսում էր Հայաստանի ԱԳ նախարարը մարտի 12-ին, պահպանվում է թե ոչ։ Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական հանդիպում վերջին անգամ կայացել է հոկտեմբերի 24-ին Կազանում Փաշինյան-Ալիև մակարդակով։ Նոյեմբերին, երբ Մալթայում տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական կոմիտեի հավաք, Ադրբեջանը հրաժարվել էր ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումից։ Հակոբ Բադալյան, Նյութի աղբյուր, Առաջին AM։ Այժմ պայմանագիրը ստորագրելու եւ վավերացնելու ժամանակն է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը եւ բանակցության ավարտը։ Ռուբիոն հայտարարել է, որ ողջունելի է խաղաղության առաջընթացը, նկատելով, որ համաշխարհային խաղաղությունը ԱՄՆ նախագահ Թրամփի այսպես ասած նշանաբանը եւ նպատակադրումն է։ Եթե իհարկե դուրս գանք այդ զեղումից, ապա Մարկո Ռուբիոյի հայտարարության ուշագրավ հանգամանքն այն է, որ նա հայտարարում է ստորագրելու եւ վավերացնելու մասին, ասելով, որ դրա ժամանակն է։ Դա հետաքրքիր է նրանով, որ Ադրբեջանը հայտարարում է լրիվ հակառակը, հրաժարվելով ստորագրել, քանի դեռ Հայաստանը չի կատարել սահմանադրությունը փոխելու եւ Մինսկի խմբի լուծարման պահանջը։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ինչպես է վերաբերվում դրան։ Եթե ստորագրելու եւ վավերացնելու ժամանակի մասին նրա խոսքը պարզապես մեխանիկական, տեխնիկական, արարողակարգային բնույթի չեն, այլ պարունակում են իսկապես քաղաքական հետաքրքրություն եւ նույնիսկ առաջնահերթություն։ Դրանից է կախված, թե արդյոք Միացյալ Նահանգները քայլեր կանի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ, թե ոչ։ Մարտի 14-ին Մոսկվայից Բաքու է ժամանել ԱՄՆ նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Ստիվ Ուիտքոֆը, ով Մոսկվայում բանակցել է Պուտինի հետ։ Բաքվում նա անցկացրել է մի քանի ժամ եւ հայտնի չէ, թե ում հետ է նա հանդիպել եւ ինչ է խոսել, եւ այդ խոսակցությունը որքանով է վերաբերել նաեւ հայ-ադրբեջանական հարցին, կամ այդ հարցը որքանով է արկա եղել խոսակցության ընթացքում։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմին այդ թեման հետաքրքրում է այնպես կամ այնքան, ինչքան նախորդ վարչակազմին, որը բավականին ակտիվ էր, որի պետքարտուղար Բլինքենը պարբերաբար հեռախոսազրույցներ էր ունենում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Մարկո Ռուբիոն կզանգահարի Երևան եւ Բաքու առաջիկա օրերին, թե կբավարարվի հայտարարությամբ։ Նյութի աղբյուր, Առաջին AM։